կողմից մարդկանց են ահաբեկվում, տեսնում ենք նաև որ պաշտոնյաներն են հսկում այդ ընտրատեղամասերը իրենց տարածքային եւ ոչ միայն, եթե այսպես շարունակվի արդյոք չկա մտավախություն, որ ԿԽ-ն կարող է նորից վերարտադրվել։ Տեսեք, ընտրությունների այս ծավալի մասնակցությունը վկայում է, որ ԿՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են 0-ի։ Մենք բոլորը արձանագրում ենք, բոլորը գնահատում ենք, վերջում այդ եզրակացությունը անելու ենք, որ այս ծավալի ընտրախախտումները որքան ազդեցություն են ունեցել ընտրությունների բուն արդյունքների վրա։ Ձեզ վստահեցնում եմ, կարող ենք հիմա տեղափոխվել են սենյակներում էլ կտեսնեք, բոլոր տեղամասերում մեծ թիմ է աշխատում, նաև տեղերում այս ամեն ինչը արձանագրելու։ Այս ընթացքում մենք նաև դրա ծավալը պետք է գնահատենք, որ վերջնական եզրակացության գանք, բայց ի պատիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու այս ծավալի մասնակցության կարծում իրենց վերարտադրության շանսերը բավականին նվազեն եւ ըստ էության այդ հնարավորությունը չկա։ Որտեղ մենք չենք տեսնում որևէ հնարավորություն, որ իրենք իրենց տվյալները կարողանան ավելացնել։ Ես ներողություն եմ խնդրում, թեթև լրացում ոչ թե ավելացնելու, այլ ուզում եմ հատկապես շեշտադրել միջազգային դիտորդների հետ մեր նախկինում ունեցած բոլոր հանդիպումները, որտեղ մենք ներկայացնում էինք, որ այս տիպի բաներ են սպասվում, եւ հիմա օգտվելով առուտից, ուզում ենք նաեւ իրենց դիմել, որ այն, ինչ արձանագրվում է այսօր, իրենք գիտեին նախապես եւ հուսանք, որ պետք է արձանագրեն այսօրվա ընթացքում արձանագրված, առնվազն այս պահը արձանագրված եւ թվագրված բոլոր այս խախտումները։ Ազատություն։ Պարոն Սաղաթելը, ես ուզում եմ շարունակենք մասնակցության հետ կապված ձեր ընդունումը, որ սա նշանակում է, որ ԿՊ-ի վերարտադրության շանսը մոտենում է 0-ի, քիչ առաջ Արայիկ Հարությունյանը իր ճեպազրույցում իրենց բրիֆինգում ևս անդրադարձավ այս թեմային, ինքն էլ նշեց, որ մասնակցության այս ցուցանիշը վկայում է, որ վերջին 5 տարիներին վկայում այդ մասին, թե ինչպես է աշխատել կառավարությունը վերջին 5 տարիներին, այսինքն ըստ էության ասում է, որ սա իրենց օգտին մասնակցության աճ է, սրան ինչպես կարծականքեք եւ կուզեի քիչ վերադառնալ ձեր գրասենյակներում այդ խոզարկություններին ու ձերբակալություններին, ինչ են փնտրում, պարոն Սաղաթելյան, ինչ գործեր են հարուցված, ինչ շրջանակում են այդ ձերբակալությունները, ընտրակաշառքի մեղադրանքները, ինչեր են, խնդրեի մի քիչ մանրամասնեք, որովհետեւ տեղեկություն այդ մասով Գիտեք, հիմնականում վարկաբեկելու, մարդկանց ներքաշելու քերական վարույթների մեջ ու աշխատանքները պարալիզացնելու համար արվում։ Նույն աշտարակի, նույն ընտրակաշառք ընտրողների վրա ազդեցություն, բայց որևէ փաստ, օրինակ աշտարակի դեպքը, որ տեղի է ունեցել, մեր ընկերներից մեկին մեղադրում են, որ 2 տարի առաջ օժանդակել է, որ այդ գյուղում խաչքար կառուցվի։ Ու այդ խոսակցության մեջ ըստ էության դրա մասին է խոսքը։ Որտի կա ձայնագրության մեջ, մեկը ասում է 2 տարի առաջ Աշոտ Սիմոնյանը օգնել է այդ խաչքարը կառուցել ենք։ Ասենց ինչ-որ, այսինքն հասկանում եք, գտնեն մի բան, գործ հարուցեն, մտնեն մարդկանց տները խուզարկելու, հույս ունենալով, որ ինչ-որ բան կգտնեն ու ոչ մի բան չեն գտել, չեն էլ գտնելու։ Իսկ եթե այսօր ցանկացած ԿՊ-ի գրասենյակ, մարզպետարան, քաղաքապետարան մտնեն, դրանցից յուրաքանչյուրը 200 տարի կարա դատվի։ Որտեվ ցուցակներով ուղղորդում են երեկվա, 3 չէ առաջորդվա իրենց հանրահավաքին, ամբողջ պետական ապարատին ցանկագրել են, ստիպել են, որ գան մանկապարտեզներով, դպրոցներով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, նախարարություններով, ազգային պարկերով, չգիտեմ, ինչքան բյուջետային հիմնարկ կա, ու ասել են ոչ թե պետք է գաք մենակ դուք, այլ ստիպել են, որ պարտադիր իրենց ընտանիքից կամ իր հետ եւս 1-2 հոգի բերի։ Եթե ընդդիմությունից մեկը մի հատ նման բան անի, 5 րոպե հետո կալանավորում։ Այսինքն այդ ցուցակներն էլ է իրենց գրասենյակներում, իրենց հիմնարկներում, ընտրակաշառքն էլ, այդ մնացածն էլ։ Պարզապես գտել են ինչ-որ եղանակ, մարդկանց վախեցնելու ու մեր գործունեությունը խոչընդոտելու, պարալիզացնելու, սահմանափակելու, այսինքն մենք օրվա կեսը ստիպված զբաղվում ենք մեր ընկերների իրավական հարցերով, որտեղ համատարած մտնում են կնիկ, ճիժ, մեծ, փոքր, երեք Արարատի մարզում երեկոյան դաշտից 74 տարեկան մարդու ընտրակաշառքի մեղադրանքով տարել են,
բայց ոչ մի կապ չունի, ուղղակի իր որդին մի քիչ ակտիվ է, տարել են, որ ճնշում բանացնեն նրա վրա։ Այսինքն, ասես բազմաթիվ դեպքեր ու այդ նպատակով ոչ մեկի վրա էլ որևէ վարույթ չեն կարողանալու ավարտին հասցնել, որովհետև սարկած գործերը։ Իրանք էլ գիտեն դա։ Իսկ ինչ վերաբերվում է մասնակցությանը, Գյումրիում էլ իրենք են խոստովանը, չէ՞ որ Գյումրիում ավել մասնակցությունը դարձավ իրենց պարտության պատճառը, որտեղ իրենք այդ հաշվարկը չէին արել։ Տրամաբանությունը հետևյալն է, որ իշխանությունը իր մոբիլ ռեսուրսով, վարչական լծակներով, պետական ապարատով ունի ինչ-որ քվ։ Եթե քիչ մասնակցություն է լինում, այդ քվն դառնում է մեծամասնություն, բայց մեծ այս ծավալի մասնակցության դեպքում իրենք փոքրամասնություն են լինելու, իսկ Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի ժամ հետո ժողովուրդը ու արդյունքները իրան պատասխանը կտան ու ոչ միայն դրա, ընդհանրապես իրենց բոլոր արածները։ Մի լրացում, եթե կարելի է, իրենց 5 տարվա գործունեության արդյունքը դա կորսված Արցախն է, մեծացած եռաբլուրն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ներկայությունն է եւ այն տնտեսական աղետը, որի առջև այսօր կանգնեցրել են Հայաստանին։ Այդ դա է իրանց գործունեության 5 տարվա արդյունքը։ Եվ ես հուսամ, որ այս բարձր մասնակցության ցուցանիշով մեր քաղաքացիները գնալու են եւ մերժելու են այն բոլոր տառապանքների պատասխանն են տալու, որ հասցրել են այս իշխանությունները եւ կանխելու են բոլոր այն աղետները, որի առջև այսօր կանգնեցրել են մեր երկիրը։ Այդ դա է իրանց 5 տարվա գործունեության արդյունքը։ Գուցե զզվել են, գալիս են, որ ազատվեն։ Խնդրեմ։ Չգիտեմ, երևի պարոն Իզնեսյանը պատասխանի է, Առավոտյան Պետականյանը ահազանգեց, որ ընտրողների ցուցակները նախնական թիվը փաստորեն 18,000-ով ավելացել է։ Այս ինչ թիվ է, այս ինչ մարդիկ են, ովքեր են հատկապես որոշ քաղաքներում Սիսիանում էր, ոնց որ թուրքական ազգանուններով ինչ-որ մարդիկ հայտնաբերեցին։ Դա հիմիկվա կարծում այս պահին պատասխանելու բան չի, դա պետք է վերլուծություն կատարել։ Մենք ունենք բազմաթիվ նաև ազգությամբ հայեր, որոնք այո Թուրքիայի քաղաքացիներ են եւ որոնք հաշվառման կանգնած են, երկխաղաքացիներ են բնականաբար, բայց մնացած մանրամասնությունների մասով կարծում եմ պետք է հավելյալ վերլուծություններ կատարել։ Բայց ուզում եմ նաև արձանագրել մեկ կարևոր հանգամանք ևս, այսօր ողջ իրավապահ համակարգը, ոչ միայն այսօր, բայց հատկապես այսօր առավոտ շուտ ժամը 5-ից 6-ից սկսած սենց գրոհեր կազմակերպել, անունը դրել էր, թե իբր պայքարում է ընտրակաշառքի դեմ եւ այլն, բայց իրականում իրենք բացահայտ ձևով իրականացնում էին քվեարկելու իրավունքի խոչընդոտման աշխատանքներ, որի գնահատականը ոչ միայն ընտրության արդյունքներով պետք է տրվի, նաև պետք է հետագայում իրավական առումով արձանագրումներ կատարվեն։ Իդեպ ցուցակների մասով արձանագրենք կարևոր մեկ հանգամանք։ Մենք արձանագրեցինք, որ բազմաթիվ բժշկական հաստատություններ չեն ներկայացրել այն ընտրողների ցուցակները, որոնք ստացիոնար բուժման են եւ որոնք պետք է քվեարկեին շրջիկ քվեարկղերով։ Անահիտ Ավանեսյանը այդքան մեծ խոսելու փոխարեն պետք է նաև հետևեր ժամանակին, որպեսզի այս մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն։ Հիմա բազմաթիվ քաղաքացիներ զրկված են իրենց ընտրելու իրավունքից ուղղակի, որոնք որ ստացիոնար բուժման մեջ են գտնվում այդ հիվանդանոցային հաստատություններում։ Ցուցակների անհամատեղելիության հետ կապված, որ դուք պատկերացնեք իրավիճակի սյուր լինելը։ Երկրորդ նախագահ Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի տան վրա գրանցում է արված ոմն Քնարիկ Պետրոսյան։ Ես կարծում եմ այս օրինակով ամեն ինչ պարզ է։ Խնդրեմ մյուս։ Արդյոք հավանական է, որ այս ամենով փորձեն ընտրությունները տանել երկրորդ փուլի կամ ասել, որ կեղծիքները շատ
Երկրորդ փուլի գնալը դրանով պայմանավորված չի, բայց այն որ իրենք հիմքեր փորձելու են նաև այդ ճանապարհով ստեղծել, հետո փորձել ընդդիմությանը մեղադրել ինչ-որ բաների մեջ, այդ ակնհայտ է։ Իրանք իմիջիայլոց այնքան կանխատեսելի են, վաղուց ինչ-որ անում են, շատ կանխատեսելի է այս ամեն ինչը, էլի։ Մենք Նիկոլի եւ նրա խմբի այս ձեռագրին ճղճին շատ կանխատեսելի, վաղուց ծանոթ ենք։ Ինչ որ արվում է, մեր համար այդքան էլ շատ այդպես անսպասելի բան չի։ Այս իշխանությունը իր վերարտադրությունը ապահովելու համար հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերին, նրանց նախընտրական շտաբների պատասխանատուներին, կազմակերպական միավորներին փորձում է մեկուսացնել, որ տեղերում մարդիկ չլինեն քարոզչական, կազմակերպական եւ այլ աշխատանք իրականացնելու համար, վախի մթնոլորտ ստեղծել, բոլորին փորձել ձերբակալել, մեկուսացնել իր վերարտադրությունը իբր սահուն կազմակերպելու համար։ Բայց դա չի ստացվի, որովհետեւ իրոք այս մասնակցությունը շատ հարցի պատասխան կարծում եմ տալիս է։ Այս է իրաց նպատակը։ Այս է նպատակը, որպեսզի կարողանան բոլորին վախեցնել, որովհետեւ այդ նախընտրական շտաբների գործունեությունը ըստ էության իրանք ամբողջ ծավալով նաև նախընտրական շրջանում։ Հիմա ասում ենք վերջին օրերին չէ, բայց այս ամբողջ ընթացքում իրենք փորձել են սա անել։ Պետական ամբողջ ռեսուրսը օգտագործել իրենց շտաբների, իրենց կուսակցության համար, իսկ մնացածին ամեն կերպ խոչընդոտել։ Զուտ մրցակիցներին թույլատնելու, մեկուսացնելու մեր աշխատանքները պարալիզացնելու նպատակով, որը իրենց նպատակին վստահ եմ ձեզ ասում չեն հասել։ Դուք պատրաստվեցիք վարչակազմեցնել իշխանության, իրենք ասում են, այսօր ինչպես կարելի է վարչակազմեցնելը եւ ընտրակաշարքը նույն հարցության մեջ։ Ասում հա դիմում է վարչակազմեցնել, մենք ծառայական քննություն ենք անցկացնում, բայց ոնց կարելի է նույն հարցության։ Եթե այդ ուժայինները 2 ժամ ընդամենը 2 ժամ զբաղվեին ԿՊ-ով, կտեսնեին իրական ընտրակաշարքը որտեղ է։ Ես ասում եմ ամբողջ ուժային կառույցներին, ընտրություններից 3 օր առաջ, ինչի են պարգևավճար տվել։ Ու գիտեք ինչ են արել, պարգևավճարը տվել են, դրանից հետո երեք դուք տեսնում եք ԿՊ-ականներին։ Ես ասել եմ, մենակ Նիկոլենց Հայատի Չալոն երեք հրահանգ չի տվել իրավապահներին։ Մնացած բոլորը մեծից փոքր լայվ էին մտնում ու սնցել մի հատ իրար եկեք, սրան բռնեք, նրան բռնեք, այնի ինքնաթիռից իջավ, այնի գնաց ընդեղ, այսինքն ով ասես բանտես։ Պարգևավճարը տվել են, հրահանգ են տալի, եթերով գնացեք սրան բռնեք, նրան բռնեք։ Հիմա այդ ընտրակաշարքը թե չէ, հարց եմ տալի։ Այս վերջի օրը մենակ ՊՆ-ում չէ, շատ տեղերում եղել է, ոստիկանությունում։ 200,000-ական դրամ։ Լռության օրը։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, եթե դուք նայեք նախորդ շրջաններում էլ, միշտ երբ որ ոստիկանությունը դիմադրության շարժման ժամանակ, սրբազան շարժման ժամանակ եւ այլ, հենց ուժեր կիրառում այդ օրերին այդպես լավ պարգևավճար էին ստանում։ Այս իրանց խրախուսելու համար։ Հիմա այդ ընտրակաշարքը թե չէ։ Հիմա օպերատիվ ստացանք եւս մի արձագանք, քիչ առաջ որ նշում էի, Դեբետավան գյուղից քվեարկությունից հետո տեղամասի դիմացից բռնել են ընտրողին եւ բերման են ենթարկել, տանում են։ Լավ, այս մեկին հետո են բռնել, մնացածին մինչև քվեարկելն են։ Հա, դեով գնում է քվեարկության բռնում են։ Հիմա տեսեք, Դեբետավանը ասեմ ձեզ, էլի։ Դեբետավանը այն գյուղն է, որ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին հավաքել է 51%։ Հիմա այս ամեն ինչը ըստ ձեզ պատական է, որ զորք են մտցրել գյուղ, կանգնել են տեղամասի դեմաց, ով որ կա բռնան չթողեն քվեարկի։ Կան տեղեր, որտեղ մենք նախորդին լավ արդյունք ենք ցույց տվել, հիմա տեսնում ենք այդ գյուղերում հատուկ հսկողություն։ Այո, կան նման տեղեր։ մի բան էլ ասեմ, ընտրակաշարքի մասով, էլի, տեսեք, գործ